որ եկել եմ Հայաստան, ես գիտեի ինչպես ես ու բարև ու վերջ։ Սա իմ տատիկ ու պապիկն են, նրանք էլ Ամերիկայում են ծնվել։ Ալեգրա Ղարաբեդյանի նպատակը հայերեն սովորելն ու Հայաստանը տեսնելն իրականացել է։ Հայրական կողմից հայ է, հայրը երկրորդ սերնդի ամերիկացի է ու միջառանգել է միայն հայկական ազգանունը։ Կյանքն ու իրավիճակը գուցե մոռացնել տային Ալեգրայի հայկական արմատների մասին եւ գուցե ամերիկացիների համար դժվարահունչ Ղարաբեդյան ազգանունը դիտվեր որպես էկզոտիկ ու մի օր էլ սովորական ու այլևս հարցեր չառաջացներ։ Սակայն ճակատագիրն ու իրավիճակը Ղարաբեդյանների 4-րդ սերնդի ներկայացուցիչին ստիպեցին հիշել իր արմատների ու հայրենիքի մասին։ Սկզբում նա Հայաստան եկավ որպես կամավոր, հիմա արդեն դասախոս է աշխատում։ Տատիկս հայկական ճաշ էր պատրաստում երբեմն, դոլմա, բաստեղ, չորեկ, արևմուտքը հայկական բան էր, բայց բացի դրանից ես շատ քիչ չգիտեի Հայաստանի մասին։ Ալեգրան իր պատմական հայրենիքն ամեն օր հյուրովի է բացահայտում, Հայաստանն ամեն օր նոր է ու զարմանալի։ Մեր հերոսի վրա ամենամեծ տպավորությունը թողել է ավանդական ընտանիքի մոդելը։ Հայաստանում ընտանիքը շատ ավելի կարևոր է, կամ Ամերիկայում ընդհանրապես, ոչ թե միշտ, բայց ընդհանրապես, ու ես տեսնում եմ ինչքան են արժանում ընտանիքը։ Ես երբ որ դա տեսնում եմ, միտքս փոխում է։ Ես մտածում եմ, ինչու ես այդքան շատ չեմ արժեքավորում իմ ընտանիքը։ Երևանում ապրում է լիբանանցի Նաիրիի հետ, հարազատներից հեռու, բայց հայրենիքի սրտում։ Նրանք երբեմն մշակութային երեկոներ են կազմակերպում։ Հայաստան գալուց առաջ Ալեգրան ամերիկացի էր, լեզուն սովորելուց հետո իրեն մի քիչ հայ է համարում, սակայն երբ հայկական կենացներ սկսեց սովորել, հասկացավ, որ արմատներից հեռու չես փախչի։ Երբ որ սովորում էի հայերեն, առաջին բաներ, որ ես սովորել եմ, որտեղից եք, քանի տարեկան եք, ամուսնացած եք, ու միշտ ասում էին, մի հատ տղա ունեմ, չեք ուզում ամուսնացել։ Ալեգրային աշխատանքի վայրում դժվարանում են բնութագրել։ Աշխատանքի ժամանակ նա մի քիչ զգացմունքային հայ է, մի քիչ խիստ ու գործնական ամերիկացի։ Ի տարբերություն տիպիկ ամերիկացի, որոնք երևի սահմանափակ են, Ալեգրան երևի երկու մշակույթի փորձ ունենալով կարողանում է ոսկի միջինը գտնել։ Ալեգրան Հայաստանում չի մնա, վերադառնալու է, սակայն այստեղից տանելու է այն, ինչ իրեն թվում էր, թե մոռացել ու կորցրել է։ Ազգությամբ հայ Ղարաբեդյան Ալեգրան Հայաստանում իրեն այլևս հոտար չի զգում։ Կմնամ, մինչև որ չեմ ուզում մնալ։ Մնում եմ, որովհետև Հայաստան եմ սիրում ու եթե մի օր մի ուրիշ տեղ ուզում եմ գնամ, կգնամ։ Ես այնքան շատ եմ աշխատել, որ հայերեն սովորեմ, դա ինձ շատ կարևոր է ու ես ուզում եմ իմ ընտանիքին սովորեցնել, որ հիշեն հայերեն խոսել։